Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ իհարկե բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը եւ դիտելու եւ լսելու հնարավորություններով, տեսագրություն, ձայնագրությունները կփնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, մեզ կրկին դիտելու եւ լսելու համար live stream-ի տարբերակով։ Կարող եք նաեւ իհարկե հարցեր մեկնաբանություններում թողնել, ես դրանց հետևում եմ եւ հետաքրքիրները կհնչեցնեմ մեր հյուրի համար, իսկ մենք զրուցելու ենք հոկեբան Արմինե Ալոյանի հետ, ողջույն Արմինե։ Ողջույն։ Շնորհակալություն այս վտանգավոր թեմայով խոսելու համաձայնության համար, որովհետև մենք զրուցելու ենք այսօր տոքսիկ ճակերտավոր հարաբերությունների մասին, ինչու եմ հենց տոքսիկ հարաբերություններ բառակապակցությունը նշում, որովհետև ինքներդ էլ տեսած կլինեք, հենց այս բառերով են կարծես նույնացնում այն, ինչ մենք նկատի ունենք, տոքսիկ բառացիորեն նշանակում է թունավոր կամ թունավորված, ու մարդիկ տանջվում են այս ամենի ձեռքին։ Այսօր փորձենք հասկանալ, թե հոգեբանները ինչ են կարծում, ինչ են տոքսիկ հարաբերությունները, ինչ պետք է անել դրանց հետ, ինչպես վարվել, ինչպես տակից դուրս գալ։ Եթե հնարավոր է, ինչպես չմտնել այդ հարաբերությունների մեջ, չգիտեմ որքանով է սա հնարավոր։ Եվ այսպես սկսենք։ Առաջին հարցը, որ կարծում եմ տրամաբանորեն առաջանում է։ Ի վերջո, մարդիկ են կամ մարդն է տոքսիկ, ճակերտավոր, ով մտնում է հարաբերությունների մեջ եւ սկսում դրսեւորել իր այդ բնույթը կամ հատկությունները, թե մարդիկ կարող են միանգամայն adekvat եւ հավասարակշռված եւ դրական առումով նորմալ լինել, բայց հարաբերությունները ստացվեն բավականին տոքսիկ։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար եւ այս շատ կարեւոր թեմաներից մեկը բարձրաձայնելու համար, որովհետեւ այո, այսօր մենք հարաբերություններում ունենք տերմիններ, որոնք եւ օգնում են եւ վնասում են, որովհետեւ մենք բոլոր հարաբերությունները կարողանում ենք պիտակավորել, չհասկանալ սահմանները, չհասկանալ որոնք են մեր սահմանները եւ մտնել հարաբերությունների մեջ շատ անգամ վնասվելով եւ ունենալով հոգեկան առողջության համար մեզ համար երկարատև վերականգնողական փուլեր։ Ձեր առաջին հարցի հետ կապված ուզում եմ նշել, որ ոչ, մենք ոնց որ չունենք տոքսիկ մարդիկ եւ ինչպես չունենք վատ մարդիկ եւ այսինքն մենք կարող ենք դրսեւորվել եւ կյանքի ցանկացած փուլում հնարավոր է, որ նույնիսկ շատ զարմանալի լինի եւ անսպասելի լինի մեզ համար, բայց մենք դրսևորվենք այս կամ այն ձևաչափով, այս կամ այն նաև մարդու հետ։ Այստեղ շատ կարևոր է լինում անձերի հետ մեր փոխհարաբերությունները, որովհետև մեկ այլ մարդու հետ մենք կարող ենք ունենալ շատ դրական հարաբերությունների փորձառություն եւ մեկ այլ մարդու հետ մենք կարող ենք ունենալ այն հարաբերությունները, որոնք անգամ նույնիսկ վատ մեր մղձավանջներում չէինք կարող պատկերացնել։ Հարաբերություններում շատ կախված է ոչ միայն տվյալ անձի, այլ նաև կախված է մեզնից այդ տվյալ մարդու հետ հարաբերություններից։ Արմինե, միգուցե դուք չափազանց լավատես եք եւ բարի եք։ Հիմա մեզ լսողները իրենց շրջապատում կմտաբերեն, այդ թվում եւ ես միանգամից մտաբերեցի այնպիսի մարդկանց, ովքեր գրեթե ամենուրեք են ճակերտավոր տոքսիկ, ամենուրեք են մի տեսակ թունավոր բառերով, ակնարկներով եւ բառակապակցություններով առնչվում թե աշխատավայրում, թե իրենց ընտանիքում, նույնիսկ հայրական, մայրական ընտանիքի, իրենց սեփական, թե նույնիսկ ընկերների հետ հաճախ տոքսիկ են լինում նաեւ նրանց հումորները, այսպես ասած։ Եվ ինչպես ենք մենք հիմա համոզելու մարդկանց, որ այդ մարդիկ չեն տոքսիկ, իրենք լավն են կամ նորմալ են, նորմայի մեջ են, այլ ուղակի դրսևորվում են այդպես։ Հոգեբանները լավատես չեն կարող։ Ինչպես ուզում եք հասկացեք։ Հոգեբանները լավատես չեն կարող չլինել, որովհետև հոգեբանությունը մեզ օգնում է տեսնել շատ ավելի խորքային պատճառներ, որ մարդը այս կամ այն կերպ դրսևորում է իրեն։ Շատ հաճախ դա լինում են պաշտպանական մեխանիզմներ, որոնք չեն լինում այն ընդունելի
հասարակության համար սահմաններում, որը որ կօգներ ավելի հարաբերությունները կառուցողական դարձնելու, այլ հակառակը ապակառուցողական են գնում եւ քանդվում են հարաբերությունները։ Այստեղ մենք շատ կարեւոր է, որ հիշենք եւ գիտակցենք, որ մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն։ Եթե մենք կյանքի մեր որոշակի փուլերում որոշ մարդկանց հետ մենք ընտրում ենք այնպիսի հարաբերություններ, որոնք որ մեզ վնասում են, ուրեմն ինչպես կասային բժիշկները, մենք տվյալ պահին այդ դեֆիցիտը ունենք։ Հա, Ինչի պակասն ու դեֆիցիտը։ Միգուցե ունենք վատ հարաբերությունների կամ թունավոր խոսքերի պակաս եւ անհրաժեշտություն։ Շատ հաճախ ուղղակի երբ որ մենք գտնվում ենք հարաբերությունների մեջ, մենք այդ ընթացքում այդ հարաբերությունները երբեք ու երբեք չենք անվանի տոքսիկ, վատ հարաբերություններ, աբյուզիվ հարաբերություններ, որտեղ որ մենք վատ ենք զգում, որովհետեւ տվյալ պահին մենք մեզ լավ ենք զգում այդ հարաբերություններում եւ հարաբերություններից երբ որ մենք դուրս ենք գալիս եւ կողքից նայում ենք, թե մենք ինչերի միջով ենք անցել, հաճախ սա է լինում այն տրավմատիկ փորձառությունը, որը հետո մեզ վնասում է եւ մենք չենք կարողանում հասկանալ մենք ինչպես կարող ենք այդ հարաբերություններում մնալ այդքան երկար ժամանակ։ Այստեղ շատ կարեւոր պայման կա, որ պետք է խնդրեմ մեր ուղղնդիրներին, որ երբեք իրենց անցյալի համար իրենց չմեղադրեն, որովհետեւ տվյալ պահին մենք կատարում ենք մեր լավագույն որոշումը, այսինքն տվյալ պահին, երբ որ մենք մտնում ենք հարաբերությունների մեջ ցանկացած անձի հետ, մենք չենք մտածում, որ մենք այդ հարաբերություններից դուրս ենք գալու վատ վիճակով։ Հա, մենք միշտ մտածում ենք, որ այդ հարաբերություններում մեզ լինելու է հաճելի, մեզ լինելու է շատ փոխադարձ իրար հետ միասին անցկացրած լավ ժամանակ, ինչպես ծովում, երբ որ մենք մտնում ենք, մենք չենք մտնում, չէ, ծով, որ խեղդվելու ենք։ Այսինքն մենք այդ մտքով երբեք չենք մտնում ծով։ Մենք մտնում ենք ծով, մտածելով որ հիմա ալիքները կգան, մենք կվայելենք, մենք շատ գեղեցիկ ջրաշխարհի ամբողջ գեղեցկությունը կտեսնենք, հա, ոչ մեկ չի մտնում ծով նման օրինակ մտքերով։ Նույնն էլ հարաբերությունների մեջ է, մենք մտնում ենք հարաբերություններ շատ սպասելիքներով եւ շատ հաճախ այս սպասելիքներն են, որոնք չեն արդարանում եւ մենք շատ հաճախ ունենում ենք հիասթափություններ։ Շատ կարևոր է, ուզում եմ նշել, որ հաճախ մենք սպասելիքներ ենք ունենում եւ մեր գլխում ունենում ենք պատկերացումներ, ինչպես պետք է լինեն մեր հարաբերությունները եւ իրական կյանքում, երբ որ մենք ունենում ենք հարաբերություններ եւ իրական կյանքի հարաբերությունները չի համապատասխանում մեր գլխում եղած սցենարներին, նաեւ այստեղ է, որ մենք շատ հիասթափություններ ենք ունենում եւ հաճախ մենք այս ամենը փոխանցում ենք դիմացի կողմի վրա, որ դիմացի մարդը չի կարողանում մեր սպասելիքները արդարացնի։ Այստեղ կարևոր եմ համարում, մենք մի պահ կանգ առնենք, շունչ քաշենք եւ մտածենք, որքանով է արդար մեր սպասելիքների համար մեղադրենք դիմացի կողմին։ Հաճախ հարաբերություններում այս խնդիրն է առաջ գալիս, որ զույգերը յուրաքանչյուրը իր գլխում հակառակ կողակցի մասին ունենում է պատկերացումներ, որ այսպես պետք է լինի։ Եվ շատ հաճախ մենք մեր օրերում, քանի որ մոռանում ենք, որ տելեպաթիկ ոչ որոշակի բաներ չունենք եւ մտածում ենք գուշակություններ չունենք, միգուցե մոտ ապագայում, բայց այս պահին դեռ միայն պետք է բացատրենք եւ ասենք օրինակ, որ ես առավոտյան արթնանում եմ, չեմ սիրում ինձ հետ, որ առավոտյան 1 ժամը խոսում են։ Հա, ես ուզում եմ հանգիստ արթնանամ, իմ մտքերի հետ մնամ, մենք պետք է բառ առ բառ մեր կողակցին ասենք եւ չթողնենք, որ դիմացինը գուշակի։ Բայց դուք իրատեսական եք համարում օրինակ նոր ծանոթացած եւ այն կոնֆետաբուկետային շրջանում խոսել, ահա, այսպիսի մանրամասներից, որովհետև մի կողմից սա այնքան էլ adekvat չի ստացվում, բայց մյուս կողմից կապվածությունը ձևավորվում է հենց այս փուլում եւ հետո արդեն ստիպված մենք սկսում ենք աշխատել այս խնդիրների հետ։ Դե այդ շրջանում մենք ցույց ենք տալիս երկու լավագույնը, հնարավորինս լավագույնը եւ այդ ժամանակ իհարկե իրատեսական չէ, որ մենք խոսենք, բայց երբ որ հարաբերությունները մտնում են այլ փուլ եւ մենք հասկանում ենք, որ առաջին փուլից հետո մենք արդեն ունենք այն հենքը, հա, այն բազան, որ մենք դրա վրա կարող ենք կառուցել, այստեղ կարևոր է, որ մենք չթողնենք դա դիմացինի գուշակությունների, դիմացինի ընկալումների, դիմացինի աշխարհընկալման վրա։ Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրը շատ անկեղծ, շատ հանգիստ ասի իր նախասիրությունների մասին, ինչն է իր համար այն սահմանները, որ ինքը կարող է խախտել, պատրաստ է խախտել կամ ցանկանում է խախտել։ Այստեղ է, որ գալիս է հիմնականում հարաբերություններում այն ճաքերը, որ մենք հետո չենք կարողանում լցնել եւ սա դառնում է հարաբերություններում երկու կողմի համար անդունդ։ Շատ կարեւոր է, որ զույգերը կարողանան հիշել, որ իրենք պետք է իրար հետ
ներկայացնեն բաց խաղաքարտերը, իրենք ինչպես են տեսնում եւ յուրաքանչյուրը որքան է պատրաստ իր սահմաններից զիջելու։ Եվ այս ընդհանուր հայտարարն է, որ երկուսի համար լինում է լավագույնը եւ հարաբերությունները ոչ թե լինում են տոքսիկ, այլ լինում են հրաշալի, երկարատև եւ մեկ բարձի ծերություն։ Շատ հաճելի բաներ եք նկարագրում, իհարկե։ Մի այսպիսի հարց էլ տոքսիկ բառի տակ կամ տոքսիկ հարաբերություններ այդ եզրույթի իհարկե այն գիտական կամ հոգեբանական դասական եզրույթ չէ, բայց դե շատ է շրջանառվում։ Դրա տակ տարբեր մարդիկ, տարբեր դրսևորումներ, տարբեր բառամթերք նույնիսկ, տարբեր ակնկալիքներ, պահանջներ, տարբեր հիասթափություններ են պատկերացնում։ Դուք կարող եք հիմա գոնե մի քանի կետով նշել, թե որն է ի վերջո տոքսիկ հարաբերությունը։ Նաև ձեր փորձից ելնելով, այդ ձեզ մոտ ես գիտեմ, որ դուք նաև շատ եք սիրում զույգային թերապիա, նաև միջանձնային, սիրասեքսուալ հարաբերությունների հետ աշխատել, ու քանի որ հիմա մենք ձեզ հետ ենք խոսում, ձեր հարցազրույցն է, լսենք ձեր տպավորությունները, մի քանի կետով, որոնք են տոքսիկ հարաբերությունները համարվում։ Շնորհակալ եմ շատ դիպուկ հարցի համար։ Այստեղ ես ցանկանում եմ նշել, որ գոյություն ունի 8 միլիարդ տոքսիկ հարաբերությունների ձևաչափ։ Խնդրում եմ եւ ուղղակի խնդրում եմ միշտ հետեւողական լինենք, որ մեկի համար կարող է լինել դա տոքսիկ հարաբերություններ, իսկ մյուսի համար դա կարող է լինել ուղղակի վայելք։ Երբ որ մենք մեր փորձառությունը կիսվում ենք, կամ ասում ենք, կամ պատմում ենք, կարևոր է հիշենք, որ համեմատությունները միայն մեզ տանելու են փակուղի։ Եվ կարևոր է, որ յուրաքանչյուրս մեզ հարց տանք. ինչն է ինձ համար այս հարաբերություններում այն թունավոր կետերը, որոնք ինձ թույլ չեն տալիս վայելելու հարաբերությունները, որովհետև հնարավոր է, որ մեկ անձի համար դա լինի այսպես ասած թունավոր որոշակի տոքսիկ հարաբերություններ, մեկ այլ անձի համար դա լինի կյանքի երջանկության, երկարատև հարաբերությունների միակ աշխատող բանաձևը։ Պիտի խնդրեմ յուրաքանչյուր անգամ ձեզ հարց տաք, արդյոք ես ինչպես եմ ինձ զգում այս հարաբերություններում, արդյոք այս հարաբերությունները ինձ համար ինչպես են, իմ հոգեկան հուզական վիճակում ինչպես են, եւ երբ որ մենք ինքներս հետ մեր ներքին անկեղծ զրույց ունենում ենք, նոր կարողանանք մեր կողակցի հետ քննարկել։ Շատ հաճախ մենք մեր կողակցի հետ խոսում ենք, քննարկում ենք, մեղադրում ենք, սպասելիքներն ենք մենք փորձում, որ դիմացի նկատարի, բայց շատ հաճախ սա լինում է մեր ներքին խնդիրները։ Այստեղ մի փոքր բարդ է լինում, որովհետև մենք եթե ընդունում ենք որ սա մեր ներքին խնդիրներն են, մենք պետք է աշխատենք այս ամեն ինչի վրա, իսկ շատ ավելի հեշտ է լինում, մենք պիտակավորենք մեր հարաբերությունները եւ ասենք, որ սա էլ էր հերթական մեր տոքսիկ հարաբերությունները, ես չեմ ցանկանում։ Եթե դուք զգում եք հերթականությունը կամ հարաբերություններում կրկնվող սցենարները, որոնցից դուք վատ եք զգում եւ չեք կարողանում դուրս գալ այդ շրջափուլից, այստեղ կարեւոր է նաեւ դիմել մասնագետի, ինչու ոչ, որ քննարկենք կամ ընդունենք, որ ես սիրում եմ տոքսիկ հարաբերություններ եւ վերջ, ես այստեղ եմ, որ երջանիկ եմ լինում։ Կամ այս մասը ընդունենք, որ կարողանանք հանգիստ ապրենք, կամ փորձենք գտնել այլ տարբերակներ, այլ ձևաչափեր շփման, որտեղ ես կարող եմ ունենալ նաեւ դրական հարաբերություններ, որոնք ինձ համար չեն պիտակավորվի որպես թունավոր հարաբերություններ։ Լավ, այդ դեպքում ես կուզեի մի քանի հարաբերությունների, այսպես կղզյակների վրա ուշադրություն դարձնենք, թե որտեղ մենք պետք է այդ հարցը տանք մեզ։ Օրինակ, ամենահաճախներից դա խանդն է, խանդի դրսևորումն է։ Ես հիմա լսարանի հայցերի կամ հարցերի հիման վրա կփորձեմ այսպես խմբավորել։ Դա խանդն է, խանդի չափսն է եւ այլն, դա դիրեկտիվ հարաբերություններն են, այսինքն ում ասելով է ավելի շատ լինելու, ով է որոշելու կամ ով է լիդերը, եթե այդպես կարելի է ասել, հետո այնտեղ գալիս են տոքսիկ հարաբերություններ բարեկամների, հարազատների վերաբերյալ, ժամանցի վերաբերյալ ինչու ոչ։ Հիմա այստեղ մենք կարող ենք գոնե լավ այդ չափազանց թունավոր կետերը նշել, չէ՞ որ ախր խանդի տարբեր դրսևորումներ կան, օբյեկտիվորեն վնասակար դրսևորումներ կան եւ տանելի չափեր կան։ Դուք այստեղ էլ չեք կարող, օրինակ հերթով անդրադառնանք։ Ցավոք, այո, չեմ կարող անդրադառնալ, որովհետեւ այստեղ էլ մենք ունենք անհատականություն եւ մեկի համար կարող է խանդը լինել
հա սահմանափակումները, դիրեկտիվ այդ տեր եւ հնազանդը լինել լավագույն միջոցը հարաբերությունների, մեկ այլ անձի համար դա կարող է լինել այն սահմանը, երբ որ մարդը ընտրի միայնությունը եւ ասի ես պատրաստ չեմ հարաբերություններ ունենալ, որովհետեւ այս հարաբերությունները ինձ համար շատ սահմանափակող են։ Այստեղ շատ կարեւոր է այն կետերին ուշադրություն դարձնենք, որոնք որ կլինեն ոնց որ ճակերտավոր, բայց համընդհանուր։ Եթե մենք ունենում ենք շատ կտրուկ տրամադրության փոփոխություններ հարաբերություններում, եթե մենք ընդհանուր, եթե մենք դիտարկում ենք մեր հարաբերությունների առաջին օրվանից մինչև որոշակի ժամկետ, ինչքան որ տևում են մեր հարաբերությունները, բացական երանգները, բացական մտքերը, անընդհատ բաժանման մտքերը ավելի են գերակշռում։ Բաժանման մտքերը, կասկածելու մտքերը, արդյոք դա ճիշտ մարդն է, որի հետ ես իմ ժամանակը անցկացնում եմ, այս մտքերը կան եւ օրվա ընթացքում կարող են հաճախակի մեզ հյուր գալ, բայց եթե դուք զգում եք, որ այդ մտքերի ինտենսիվությունը գնալով ավելի շատանում է, սրան պետք է ուշադրություն դարձնել, կամ աշխատել, կամ ընդունել որոշակի կետեր, որոնք դուք ցանկանում եք կամ չեք ցանկանում։ Եթե դուք զգում եք, որ ձեր անձի հետ կապված, որովհետև այստեղ շատ կարևոր է լինում անձի աշխատանքի այն բոլոր բնորոշումները, որովհետև շատ դեպքերում զույգերը եւ անկախ սեռից աղջիկները եւ տղաները պատրաստ են լինում երկիր թողնել, աշխատանք թողնել, միջավայր թողնել եւ հանուն սիրո համար գալ, ապրել մեկ այլ միջավայրում։ Այստեղ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր անձ իրեն հարց տա. արդյոք ես պատրաստ եմ այս փուլում այս ամենի միջով անցնելու։ Լավ, իսկ Եվ հետո ինձ չմեղադրելու։ Այստեղ շատ կարևոր է, որովհետև հաճախ մենք մեր գործողությունները անում ենք, բայց ափսոսանքը եւ մեղադրանքը գալիս են բաժանումից հետո։ Բայց կարևոր է հիշենք, որ տվյալ պահին մենք այո պատրաստ էինք մոլորակի այն կողմը գնալ, որ գտնեինք թռնել թեկուզ լուսին, բայց միայն մեր սիրո հետ անցկացնեինք ժամանակ։ Այսինքն տոքսիկ հարաբերությունների հետ աշխատանքը կամ թեկուզ կանխարգելումը կամ դրա առաջացրած խնդիրների լուծումը ավելի շատ ինքդ քեզ հարցեր տալու, ինքդ քեզ ազնիվ լինելու, ինքնախապեյությամբ չզբաղվելու հետ է կապված, այլ ոչ թե դիմացինի ումից մենք տեսնում ենք այդ տոքսիկ հարաբերություններն ու վերաբերմունքը։ Միանշանակ այո, որովհետև մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն մնալ տոքսիկ հարաբերություններում կամ դուրս գալ այդ հարաբերություններից, եթե դրանք այլևս մեզ համար միայն բացառապես մեզ համար մենք որակավորում ենք որպես տոքսիկ հարաբերություններ։ Մենք ունենք ընտրության հնարավորություն սա կանխելու եւ դուրս գալու այս հարաբերությունները։ Այդ պատասխանատվությունը նաեւ մենք ունենք։ Մենք ուղղակի շատ հաճախ սպասում շատ ենք, հասկանալի է, մենք այդ պատասխանատվությունը թողնում ենք դիմացինի վրա եւ ասում ենք դու փոխվի։ Հա, բայց մենք չենք կարողանում, ինչու ես պետք է դուրս գամ հարաբերություններից, բայց հենց այստեղ է, որ դառնում է այդ ներքին կոնֆլիկտ։ Մենք շատ հաճախ հարաբերություններում, որոնք նաև հետագայում պիտակավորում ենք տարբեր անվանումներով, մենք մեր ներքին խնդիրները չենք կարողանում լուծել եւ աշխատավայրում ոչ միայն կողակցի, այլ նաև դա դրսևորվում է ընկերների շրջապատում, աշխատավայրում եւ մնացած բոլոր հարաբերություններում, երբ որ կա մարդ Մենք զրուցում ենք հոգեբան Արմինե Ալոյանի հետ եւ այստեղ շատ կուզեի նաեւ անդրադառնանք մարդու յուրաքանչյուրիս անձնային սահմաններին։ Սրանք կան, էլի սրանց մասին շատ է խոսվում եւ ահա անձնային սահմանները, դրանց պահպանումը, պաշտպանությունը ավելի այսպես հոգեբանական եզրույթ է եւ երևույթ է, քան օրինակ վերացական տոքսիկ հարաբերությունը։ Հիմա որքանով եք դուք կապ տեսնում անձնային սահմանների պահպանման կամ խաթարման եւ արդյունքում տոքսիկ հարաբերությունների ձևավորման։ Այստեղ գոնե կապ կա։ Այստեղ նույնպես շատ անհատական է, որովհետև մեկ հարաբերություններում մենք կարող ենք չունենալ ոչ մի անձնային սահմաններ եւ ասել մենք պատրաստ ենք ամեն ինչի եւ մեկ այլ հարաբերություններում մենք շատ խիստ պահենք մեր անձնային սահմանները, կարիք զգանք։ Այո, եւ յուրաքանչյուր հարաբերություններում կարեւոր է որ մենք մեզ հարց տանք, որքանով եմ ես ինձ հետ իմ որոշումների հետ հաշտ։ Արմինե, իսկ լինում է, որ օրինակ ձեզ մոտ գայցելու նմանատիպ հայցով։ Ես զգում եմ, որ ես եմ տոքսիկ անձնավորություն մեր հարաբերություններում, ինչ կարող եմ անել սրա վերաբերյալ։ Այսպիսի մարդիկ լինում են, ինձ հետաքրքիր է։
Ովքեր տանջվում են սեփական տոքսիկության զգացումից, օրինակ։ Իմ այցելուների գաղտնիությունը ես լիովին ամբողջովին պահպանում եմ, նաև եթերներում նույնպես։ Ես հղումը կանեմ ավելի գիտական աշխատություններին եւ բաց ինֆորմացիայի եւ անանուն ինֆորմացիաների աղբյուրներին, այո, լինում է, որ մարդիկ այս հարցադրումները անում են զույգային թերապևտներին, ովքեր որ ասում են, ես զգում եմ, որ հարաբերություններում միշտ հարաբերությունները չեն կառուցվում, որովհետեւ իմ ներքին խնդիրների պատճառով է լինում։ Ես եմ փչացնում։ Այստեղ ուրախալի լուրը այն է, որ եթե մենք մեր խնդիրը գիտակցում ենք եւ ձևակերպում ենք, այլևս աշխատանքի 80%-ը արված է։ Այն 20%-ը տեխնիկական ոնց որ մասն է մնում։ Հոգություններ են։ Իսկ լինում է, որ դիմեն հետեւյալ հայցով, այ ես հարաբերությունների մեջ եմ, ես հստակ վերլուծում եմ եւ հասկանում եմ, որ տոքսիկության թունավորման պատճառը ու այդքան էլ ես չեմ կամ հիմնականում ես չեմ, բայց չեմ ուզում հրաժարվել այդ հարաբերություններից։ Օգնեք ինձ ինչ որ բան անել, որ մի քիչ լավանա վիճակը։ Այստեղ հնարավոր է առհասարակ աշխատել։ Առհասարակ նաև այս մոլորությունն է, որը մենք շատ հաճախ անում ենք, որովհետև մենք շատ լավ գիտակցում ենք, մենք վերլուծում ենք, մենք կարող ենք նույնիսկ մասնագետից ավելի լավ բացատրել բոլոր ձևաչափերը, խնդիրները, անհանգստությունները, բայց եւ մնալ հարաբերություններում։ Այստեղ կարևոր է հիշել, որ մենք հարաբերությունները չենք կարող բերել ռացիոնալ դաշտ։ Սա մի տեղ է, որտեղ երբ որ մենք սիրահարվում ենք, հա, ինչպես երգում է ֆրանսիացի հայտնի երգչուհիներից մեկը, ես հիվանդ եմ, ամբողջությամբ հիվանդ եմ քո սիրուց։ Հա, այսինքն սերը դա մեզ համար, այո, սերը մեզ համար հիվանդություն է։ Մենք պետք է հասկանանք, որ զգացմունքային դաշտում շատ դժվար է ռացիոնալությունը պահել։ Եվ երբ որ մենք սիրահարվում ենք, մենք լսում ենք ձայներ, տեսնում ենք բաներ, որոնք չկան, հա։ Այստեղ կարևոր է ուրեմն հոգեբաներին չդիմել, այլ դիմել հոգեբուժներին, որովհետև սիրային դրսևորումները ամբողջությամբ փակում են մեր ռացիոնալ մտածողության։ Մենք կարող ենք ռացիոնալ մտածել եւ վերլուծել, բայց մենք չենք կարող էմոցիաները կառավարենք։ Մենք կարող ենք սիրահարվածության աստիճանը մենք չենք կարող մեր կառավարել։ Բայց Արմինե, չէ՞ որ սիրահարվածության աստիճանը ավելի բնորոշ է օրինակ առաջին մինչև 1 տարվա շփումներին եւ հետո բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում կենցաղային մակարդակում, հորմոնալ ֆոնում նույնիսկ այնտեղ երեխա կարող է ծնվել եւ ամեն ինչ դառնում է շատ ավելի կենցաղային եւ ռացիոնալ, քան օրինակ սիրահարվածության շրջանում էր։ Ախր այստեղ գոնե կարելի է, չէ՞, ինչ որ խմբագրություններ անել։ Մենք կարող ենք խմբագրել, վերահսկել միայն մեր վարքը։ Այո, հնարավոր է, որ երեխայի եւ ցավոք սրտի երեխայի առաջին երեխայի ծնունդից հետո մինչեւ 5 տարեկան շատ դժվար է լինում երիտասարդ ծնողներին։ Հիմնական խնդրահարույց դեպքերը այս շրջանում են լինում, դավաճանություններն են այս շրջանում լինում, որտեղ գիշերային անքնությունը, անընդհատ ստրեսային իրավիճակը եւ հաշվի պետք է առնենք, որ ցավոք առաջին երկրորդ սերունդն են մեր երիտասարդները, ովքեր մնացին երեխաների հետ մենակ, հա, ցավոք սրտի ոչ բոլորի ծնողներն են երկրում կամ օգնողներ չունեն կամ աշխատում են մարդիկ եւ այլևս օգնությունը շատ ավելի քիչ է եւ այդ համայնքային աջակցությունը երիտասարդ զույգերը չեն զգում։ Եվ այո, այստեղ կարևոր է, որ մենք կառավարենք։ Այստեղ մենք կարող ենք, բայց մեր էմոցիաները մենք չենք կարող կառավարել։ Վարքը կարող ենք։ Կենցաղային խնդիրներից առաջացող ամենօրյա մեր վեճերը մենք այո կարող ենք կառավարել, ուղղակի մեր իրերը հավաքենք, ասենք շնորհակալություն անցկացված ժամանակի համար, ոնց որ ես այլևս չեմ կարող ոչինչ անել։ Վարքի կառավարումը դուք նաև այսպեսի լուծումներ ունեք։ Այո, կտրուկ լուծումներ կարող են լինել, հարմարվել մշտապես, ադապտացվել, դիմանալ։ Կարող է լինել նաև սա, կարող է լինել նաև սա, բայց յուրաքանչյուր անձ այստեղ ինքն է ընտրում հարմարման որ տարբերակն է իրեն կամ վարքային որ մոդելը իրեն տվյալ պահին համապատասխան կլինի։ Իսկ լինում է, որ այցելուն ձեզ մոտ տեսնի արդեն իր գլխում պատկերացնի, որ այդ իրերը հավաքել է եւ տոքսիկ հարաբերություններից դուրս գալը, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողանա։ Եվ դուք օրինակ տնեք ու փնտրեք, թե ինչն է պատճառը, որ դու չես կարողանում դուրս գալ։ Նորից այցելուներին ոչ մի հղում չանելով, այլ ընդհանուր զույգային հարաբերություններում, այո, բաժանումները ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում բաժանումները բարդ են տրվում։ Մենք օրը 3 անգամ չենք բաժանվում եւ սա որ հենց մի բան է լինում, բոլորը բաժանվում են, շատ հեշտացել է դա։ Միանշանակ այո, ոչինչ չի հեշտացել, որովհետեւ
մեր էմոցիոնալ ֆոնը դանդաղ է։ Մենք շատ դանդաղ ենք գալիս այս որոշման, սա ցավոտ որոշում է։ Եթե կան երեխաներ, այս որոշումը կիսվում է յուրաքանչյուր երեխայի հետ կապված։ Այսինքն մենք կորցնում ենք նաև մեր որոշման իրավունքը, որովհետև երեխաների կամ համար հաշվի ենք առնում ամեն ինչ։ Բաժանումները դժվար են։ Ուզում եմ նշել, որ այն մարդիկ, այն զույգերը, այն անհատները, ովքեր գտնվում են այս փուլում, որովհետև կողքից շատ է լինում այս ճնշումը, որ բաժանվիր եւ վերջ։ Բաժանվիր եւ վերջ չի լինում։ Բաժանվիր եւ սկսվում է մեկ այլ բաժանման պատմություն, որ շատ հաճախ մարդիկ գիտակցելով բաժանումից հետո եկած խնդիրները որոշում են կայացնում մնալ միասին, որովհետև եթե ընտրություն ունենք վատի եւ վատագույնի միջև, ցավոք սրտի մենք ոչ միշտ ենք ունենում լավի եւ լավագույնի միջև ընտրություններ, կամ լավի եւ վատագույնի, հա, այնպես որ բոլոր այն զույգերը եւ անհատները, ովքեր գտնվում են բաժանման փուլում, կուզեմ, որ իրենք իրենց գոնե ասեն, որ սա դժվար process է, շատ ցավացնող process է, այստեղ կարեւոր է դիմել, եթե իրենց հոգեկան առողջությունը չի ներում, հոգեբանների, հոգեբուժների, որովհետեւ լինում է, որ բաժանումը որովհետեւ բաժանումը ֆիզիկական մահվան պես է, այսինքն դրանից հետո նույն ինտենսիվությամբ մենք այս ցավը կարող ենք զգալ։ Եթե զգում եք, որ անքնություն է, այսինքն այնպիսի ախտանիշներ են կերակրի հետ կապված, ուտելիքի հետ կապված սրվում է կամ ընդհակառակը քչանում է, տնից դուրս չգալու, շարժվելու մեր այս երեք ոնց որ հիմնական բաղադրիչները տեսնում եք, այստեղ կարևոր է 2 շաբաթ եւ ավել տրամադրության անկումներ, այստեղ կարևոր է նույնիսկ առաջին այցը ունենալ հոգեբուժի հետ բացառելու դեղորայքային միջոցը կամ հաճախ նաև եւ թերապևտիկ միջոցը եւ նաև ինչու տանջվել, եթե կարող ենք նաև չտանջվել, դիմել հոգեբուժի, մենք շատ վախենում ենք բաժանումներից հետո դիմել, բայց ուզում եմ ոնց որ միանշանակ ասել, որ միայն հոգեբանի աշխատանքը չէ եւ կարող է հոգեբանի աշխատանքը այս փուլում չօգնի, սրտխփոցները լինեն, այսինքն այստեղ կարեւոր է նաև, որ մեր այցելուները միշտ ընտրեն նաև հոգեբուժներին դիմելու գործառույթը։ Եվ չվախենան, այո։ Երկու հարց ունենք լսարանից, ես կուզեի արագ գոնե մի քիչ անդրադառնալ, արդյոք ճիշտ է վարկածը, որ մենք հիմնականում ընտրում ենք նույն տիպաժի, բնույթի եւ խնդիրներով օժտված զուգընկերների։ Ոչ միշտ եւ այստեղ շատ կարեւոր է լինում մեր ներքին աշխատանքը, թերապևտիկ մեր աշխատանքը եւ կարող է շատ գործոներ փոխվել։ Սա միանշանակ չէ։ Որովհետև շատ լսած կլինեք, սա իմ տիպաժն է, կամ սա իմ տիպաժը։ Եթե մենք ընդունել ենք, որ շատ բարդ ենք փոխում այդ Եթե մենք ընդունել ենք մեր այս տիպաժը, այստեղ ընտրության հնարավորություն է, որովհետև այո, բարդ կարող է լինել, բայց ընտրություն մենք կարող ենք անել։ Իսկ եթե տանջվում ենք այդ տիպաժից արդեն որերորդ անգամ, ուրեմն դեռ ինչ որ կապվածություններ դեռ լավ չենք անցել դասը եւ կրկնությունը գիտության մայրն է, մենք նորից պիտի անցնենք այս ամենի փուլով։ Եվ հաջորդ հարցին էլ մի փոքր անդրադառնանք, ծավալուն է, բայց այսպես որքան հասցնեք։ Արդյոք այնքան շատ են նարցիսական բնույթի մարդիկ, որքան վերջերս դրա մասին խոսվում է, ու իսկապես սա շատ է խոսվում, այդպես էլ հələ վերջնական տեղ չենք հասնում։ Ախտորոշումները սա արդեն հոգեբուժների դաշտն է, նարցիսական խանգարումների եւ այլն, անձի սահմանային խանգարումների, որովհետեւ միայն դա չէ։ Կարևոր է հիշել, որ աշխարհում ամենագեղեցիկ բաները ստեղծվում են նարցիսների կողմից եւ յուրաքանչյուրս ունենք նարցիսական հակումներ, այստեղ շատ կարևոր է այստեղ խանգարում հատուկ չեն գրել, իմ լսարանը շատ խելացի է, շատ սիրում եմ նրանց եւ նրանք հատուկ բնույթ են գրել կամ միտումներ նկատի ունեմ։ Այսպես փաստորեն բոլորս էլ ունենք։ Բոլորս էլ ունենք, այստեղ բոլորս ունենք, բայց այստեղ շատ կարևոր է լինում ինչքանով է դա խանգարում մեր կենսակերպին կամ մեր շրջապատում գտնվող մարդկանց։ Փաստորեն հնարավոր է նաեւ շատ հավանել, այդ տիպաժներից խոսեցինք, շատ հավանել եւ շատ լավ ապրել հենց նարցիսական բնույթի մարդու հետ։ Միանշանակ այո։ Ու չտանջվել։ Կամ ընդունել, որ ընդունել սեփական տանջանքը եւ վայելել սեփական տանջանքը։ Այստեղ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր անձ իրեն հարց տա։ Ինչպես եմ ես հարաբերություններում։ Դուք կարծում եք, որ Հայաստանում մենք Հայաստանի հանրության իրականության մասին ենք խոսում, մենք խնդիր ունենք այդ ինքնախոստովանման։ Մենք ամբողջ աշխարհում խնդիր ունենք ինքնախոստովանման, որովհետև դա դժվար է։ Եթե մենք ինքնախոստովանություն ենք անում, ուրեմն մենք
համաձայնվում ենք աշխատանք տանել։ Իսկ հոգեկանի իսկ հետ այդտեղ աշխատանք է բացվում։ այո, այստեղ աշխատանք է բացվում եւ հոգեկանի հետ մեր աշխատանքները շատ ցավոտ են։ Իրենք հաճելի չեն, իրենք տենց վայելքներ չեն։ Յուրաքանչյուր անձ լինում են որ իրավիճակներ, որ պատրաստ չէ այդ ներքին իր մութ կողմերի հետ հանդիպելու։ Լավ, շնորհակալություն, այս բոլոր խնդիրները դեպի ներս փաստորեն արմատներ ունեն եւ մենք մինչեւ հաշվի չնստենք դրանց հետ չեն կարողանա հարաբերվել մարդկանց հետ։ Մենք զրուցեցինք հոգեբան Արմինե Ալոյանի հետ, ձեզ համար աշխատեց Լույսի Քոչարյանը, շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։